Որդիս գրել էր ինձ. դու հրավիրված չես ընթրիքի, իմ կինը չի ուզում քեզ տեսնել։ Եվ սա այն բանից հետո, երբ ես վճարելեցի նրանց նոր տան համար։ Ես պատասխանեցի. լավ, եւ չեղարկեցի բոլոր վճարումները, ջնջելով 174 անդորագիր։ Նրանք սկսեցին զանգահարել ինձ, բայց ես… Նախքան շարունակենք, գրեք, թե որ երկրից եք դիտում այս տեսանյութը եւ քանի տարեկան եք։ Հաճելի լսումներ։ Ես ուղեցի կնճիրները իմ մուկ կապույտ զգեստի վրա։ Ձեռքերով հարթեցի գործվածքը, թեև այն այդպես էլ կարգին էր։ Սա իմ հերթապահ զգեստն էր, այն, որ միշտ հագնում էի ընտանեկան ընթրիքների համար։ Ոչ շատ շքեղ, որ Լուսինեն, հարսս, չծամածրվի, բայց ոչ էլ տնային, որ չթվա մանխնում։ Իմ 77 տարեկանում ես վաղուց չեմ հետևում նորաձևությանը, բայց սովոր եմ կոկիկ լինել։ Ամբողջ կյանքում այդպես, նույնիսկ երբ ոչ ոքի համար։ Հայկոն ասել էր, որ ընթրիքը կսկսվի ժամը 7-ին, դեռ 6-ն էր։ Ես քայլեցի սենյակում։ Ամեն ինչ նման էր իմ կյանքի թանգարանի։ Լուսանկար Հովհաննեսի հետ մեր ոսկե հարսանիքից։ Փոքրիկ Հայկոն իր առաջին ձկան հետ, որ ինքն էր բռնել։ Արամը եւ Անահիտը ավարտական երեկոյին։ Այդ լուսանկարները հիշեցնում էին, որ երբեմն ամեն ինչ այլ էր։ Ավելի ջերմ, ավելի հասկանալի։ Ես կանգ առա Հովհաննեսի լուսանկարի առաջ։ 15 տարի է նա չկա, բայց ես դեռ գլխում խորհրդակցում եմ նրա հետ։ Սիրելի Սիրանուշ, մի թող որ քեզ վիրավորեն, միշտ ասում էր նա։ Նա կարողանում էր սահմաններ դնել նույնիսկ Հայկոյի հետ։ Իսկ ես… ոչ։ Հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն Հայկոյից։ Ես ակնոցներս հագա։ Մտածեցի գուցե ճշտի ժամը կամ առաջարկի տանել։ Թեև վաղուց չէր առաջարկում։ Մայրիկ, ներողություն։ Այսօր չի ստացվի։ Լուսինեն ընթրիք է կազմակերպել գործընկերների համար։ Հետաձգենք։ Ես կարդացի հաղորդագրությունը։ Երեկ նա պնդում էր, որ անպայման գամ։ Ասում էր կա կարևոր նորություն։ Ինչ-որ բան այստեղ ճիշտ չէ։ Մի քանի վայրկյան հետո մեկ ուրիշ հաղորդագրություն։ Դու հրավիրված չես։ Լուսինեն չի ուզում, որ դու գաս։ Հեռախոսս դողաց ձեռքերումս։ Կարծես ինձ սառը ջուր լցրին։ Սա Հայկոյի գամարից էր։ Նրա անունով։ Ես դանդաղ նստեցի բազկաթոռին, դեր պահելով հեռախոսը։ Կարծես այն վերջին թելն էր, որ կապում էր ինձ ինչ-որ իրական բանի հետ։ Աչքերիս առաջ հիշողություններ։ Ինչպես Հայկոն բռնել էր իմ կիսաշրջագեստից մանկապարտեզում։ Ինչպես ամաչելով խորհուրդ էր խնդրում, թե ինչ նվիրի աղջկան։ Հետո բերել էր Լուսինեին ծանոթացնելու։ Այդքան երջանիկ։ Իսկ հիմա այս սառը կարճ տեքստը։ Կարծես օտարից։ Սա իմպրովիզացիա էր։ Թե պարզապես առաջին անգամ ասեցին այն, ինչ վաղուց մտածում էին։ Քանի անգամ են ժպտացել ինձ։ Կեղծ։ Քանի անգամ հրավերները եղել են քաղաքավարությունից։ Ես հայացքս տարա սեղանին դրված բրոշուրին։ Գովաստ։ Բնակելի համալիր Սևանի ափին։ Նրանց նոր տունը։ 3 հարկանի տուն քոթեջ Սևանի մոտ։ Տունը, որի համար ես կանխավճար էի տվել $120,000  6 ամիս առաջ։ Մայրիկ, սա ներդրում է, ասել էր Հայկոն։ Այնտեղ կլինի նաև քո անկյունը։ Իմ անկյունը, շպտացի ինքս ինձ։ Կարծես թե այն վաղուց անհետացել է։ Հիշում եմ, թե ինչպես էինք գործարքը կնքում մանկում։ Մենեջերը զարմացած նայեց ինձ։ Համոզված եք, Սիրանուշ Պետրոսյան։ Գումարը մեծ է։ Ես համոզված էի։ Հովհաննեսը բավականաչափ էր թողել ինձ։ Ես ուզում էի օգնել որդուս։ Հետո էլի եղավ ավելի անվտանգ մեքենա երեխաների համար, մասնավոր դպրոց երեխայի համար։ Նա առանձնահատկություններ ունի, խոհանոցի վերանորոգում, Լուսինեն արժանի է, նա աշխատում է, հոգնել է, ամեն անգամ ես լուր գումար էի տալիս, ամեն անգամ հավատում էի ճիշտ եմ անում, իսկ ի պատասխան տոնական զանգեր ըստ ժամանակացույցի, այցելություններ, կարճ հերթապահ, և հիմա այս տեքստը, կարճ, սառը, առանց ներողություն։ Ես վեր կացա և մոտեցա բյուրոյին, վերին դարակ,
Այնտեղ պահվում էին բոլոր փաստաթղթերը, ամեն ինչ դասավորված թղթաբանակներով, հաշիվներ, չեկեր, փաստաթղթեր։ Հայկոյի թղթաբանակը ամենահաստն էր։ Ես բացեցի 1 միլիոն դրամ չեկը բիզնեսի համար, որ նա թողեց կես տարի հետո, վճարումներ Լուսինեի կուրսերի համար, հին տանիքի վերանորոգում, Արամի մեքենայի ապահովագրություն, խոհանոցի վարկ, մասնավոր ատամնաբույժ։ Ես այլևս չեմ հիշում, թե քանիսն եմ վճարել, ամեն ինչ ընտանիքի համար։ Իսկ հիմա ես անցանկալի եմ նույնիսկ այդ տան շեմին, որի համար վճարել եմ։ Հեռախոսը կրկին թրթռաց, սիրտս խփեց, բայց սա Անահիտն էր, իմ թոռնուհին։ Տատիկ, դու կգաս այսօր, կարոտել եմ, ձեռքս կանգ առավ էկրանի վրա։ Անահիտը միշտ այլ էր, անկեղծ, նույնիսկ երբ մյուսները կարծես մոռանում էին իմ գոյության մասին, նա ժամանակ էր գտնում։ Ես գրեցի. «Արևս, կարծես թե ծնողներդ որոշել են, որ ինձ ավելի լավ է տանը մնալ»։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Պապան ինքը ասում էր, որ դու անպայման պետք է գաս, նշանակում է նա չգիտեր։ Պատկերացրի նրան շփոթված, կանգնած այնտեղ, որտեղ ինձ չեն ուզում տեսնել, այդ տանը, որ գնված է իմ փողերով, հայացքս կրկին ընկավ թղթապանակի վրա։ Ես իսկապես ամբողջ ժամանակ մտածում էի, եթե բավականաչափ առատաձեռն լինեմ, ինձ կհարգեն, կսիրեն։ Բայց իրականում ես պարզապես վարձակալում էի նրանց ուշադրությունը, եւ վարձակալության ժամկետը սպառվել էր։ Ես վերցրի հեռախոսը, հավաքեցի բանկի համարը։ Բանկ Հուսո, բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ, սա Սիրանուշ Պետրոսյանն է։ Պետք է խորհրդակցեմ իմ հաշվից ավտոմատ վճարումների մասին։ Իհարկե, պետք է անցնել նույնականացում։ Մինչ աշխատակիցը տալիս էր ստանդարտ հարցերը, գլխումս ձևավորվում էր պլանը։ Հանգիստ, սառը, հստակ։ Ամեն ինչ հստատված է։ Ինչ եք ուզում անել։ Կանգնեցրեք բոլոր փոխանցումները ցուցակից, առանց բացառության, եւ չեղարկեք իմ որդու Հայկո Գևորգյանի վստահագիրը։ Հեռախոսում լռություն։ Բոլոր փոխանցումները, շատ են, գիտեմ։ Կանգնեցրեք ամեն ինչ այսօր։ Վաղը անձամ կգամ կնքելու։ Լավ, ժամանակավորապես կկանգնեցնենք, բայց առանց ստորագրության չեն կարող ամբողջությամբ չեղարկել։ Կանգնեցրեք։ Հիմա, մինչ նա տպում էր, ես նայում էի Հովհաննեսի լուսանկարին։ Դու ճիշտ էիր, Հովո, չի կարելի թույլ տալ, որ գլխիդ նստեն։ Պատրաստ է Սիրանուշ Պետրոսյան։ Բոլոր 174 կանոնավոր փոխանցումներն ու վճարումները կանգնեցված են։ 174։ Հանգիստ կրկնեցի ես։ Չէի պատկերացնի, որ այդքան շատ են։ Բանկ զանգից հետո երկար նստեցի բասկաթորին առանց շարժվելու։ Ձեռքերս մի քիչ դողում էին, բայց ներսում հանգիստ էր։ Կարծես տարիներով գրած բեռը հանկարծ սահեց ուսերիցս։ Ես չլացեցի։ Պարզապես նստած էի լռության մեջ իմ բնակարանում, լուսանկարների, հին կահույքի, վանիլի եւ թղթի հոտի մեջ։ Առաջին անգամ տարիներ շարունակ զգացի, որ ինչ որ բան արեցի ինքս ինձ համար։ Ոչ որդուս, ոչ թոռան, ոչ ընտանեկան խաղաղության համար, ինքս ինձ համար։ Հեռախոսը կրկին թրթռաց, հաղորդագրություն Հայկոից։ Հավանաբար Անահիտը ինչ որ բան ասել էր նրան, բայց ես չբացեցի, չէի պատրաստվում կրկին բացատրել կամ արդարանալ։ Ես բացեցի նոր հաղորդագրություն եւ գրեցի միայն մեկ տող։ Հիմա ինքներդ վճարեք ամեն ինչ, հաջողություն։ Մատս կանգ առավ ուղարկել կոճակի վրա։ Անկեղծ ասած չէի ուզում կոպիտ հնչել, բայց նրանք առաջինը սկսեցին այդ սառնությունը, ոչ ես։ Նրանք որոշեցին, որ ես ավելորդ եմ, նույնիսկ այդ տանը, որ ես գնել եմ, նրանք ընտրեցին օտար լինել։ Ես պարզապես ընդունեցի դա, սեղմեցի ուղարկել, հետո անջատեցի հեռախոսը, լռություն, հանգիստ։ Պատուհանից երեկոն էր սկսվում, փափուկ լույսը ընկնում էր պատուհանագոգին։ Ես վեր կացա, մոտեցա պահարանին, հանեցի զգեստը, որ հագել էի ընթրիքի համար, հագա տնային խալատ, դրի թեյնիկը, խոհանոցում հարմարավետ էր, հոտ էր գալիս խնձորից։ Ես հանեցի հին ալբոմը, թերթում էի էջերը, հարսանիքը Հովհաննեսի հետ, Հայկոն հոր գրկում, մենք ամառանոցում, ճանապարհորդություններում, սրճարանում, այդքան տարիներ եւ բոլորը այդ լուսանկարներում։ Նայում էի երիտասարդ ինձ, զբաղված միշտ ինչ-որ բան անող ուրիշների համար։ Ես միշտ հետաձգում էի իմ ցանկությունները, իմ երազանքները, միշտ ինչ-որ մեկին օգնելով։ Սկզբում ամուսնուս, հետո որդուս, հետո նրա ընտանիքին, իսկ ինձ վերջում։ Հովհաննեսը միշտ ասում էր. «Սիրանուշ, մի թող, որ մարդիկ քեզ օգտագործեն, նույնիսկ մտերիմները»։ Մահից առաջ խոստում վերջրեց ինձանից, հոգ տանել ինքս իմ մասին այնպես, ինչպես միշտ հոգ էի տանում ուրիշների։ Ես գլխով էի անում, բայց հոգում մտածում էի, ում եմ պետք, եթե չտամ ինձ։ Հիմա հասկացա, ես ինքս ինձ եմ պետք։ Ես փակեցի ալբոմը, վերադարձա խոհանոց։ Պատրաստեցի թեյ, հանեցի գիրքը, որ վաղուց ուզում էի կարդալ։ Ամեն անգամ հետաձգում էի,
Արամը հիվանդացել էր, Լուսինեին փող էր պետք կուրսերի համար կամ կարևոր ընտանեկան միջոցառումներ։ Հիմա ես կարող էի կարդալ երբ ուզենայի, ապրել ինչպես ուզենայի, առանց սպասումների, առանց խնդրանքների, առանց անվերջ փրկիչի դերի։ Առավոտյան արթնացա առանց զարթուցիչի, առանց զանգերի, առանց անելիքների ցուցակի, քնել էի առանց դեղահաբերի, առանց վալերիանկայի։ Նախաչացեցի պարզ, բայց հաճույքով, նայում էի պատուհանից, օրը պարզ էր, առաջին անգամ տարիներ շարունակ կրծքումս ծանրություն չզգացի։ Ես բանկ հասա բացվելուց 20 րոպե առաջ, փողոցում հանգիստ էր, կանգնած էի դրան առաջ, վերարկուով և թղթապանակով ձեռքիս, մարդիկ անցնում էին կողքով, ոչ ոք չգիտեր, որ սա ինձ համար հատուկ օր է։ Օր, երբ ես հետ եմ վերցնում իմ կյանքը։ Երբ դռները բացվեցին, մտա։ Աղջիկը ստենդի մոտ քաղաքավարի ժպտաց։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Պետք է Աննա Միքայելյանը, ասացի ես։ Մենք ծանոթ ենք գրեթե 30 տարի։ Նա վարում էր մեր գործերը Հովհաննեսի հետ։ Միշտ ճշտապահ, ուշադիր։ Մի քանի րոպե, եւ ես արդեն նրա կաբինետում էի։ Նա գրեթե չէր փոխվել։ Նույն կոկի 20-րվածքը, ակնոցները բարակ շրջանակով։ Սիրանուշ Պետրոսյան, բարև ձեզ։ Ես տեղյակ եմ ձեր զանգից։ Բոլոր փոխանցումները կանգնեցված են։ Ինչ որ բան պատահել է։ Ես նայեցի նրա աչքերին։ Ուզում եմ ընդմիշտ չեղարկել ամեն ինչ եւ անվավեր ճանաչել Հայկոյի մուտքը իմ հաշիվներին։ Աննա Միքայելյանը հանեց ակնոցները, սկսեց սրբել կտորով։ Նա միշտ այդպես էր անում, երբ մտածում էր կարևոր բանի մասին։ Մենք վաղուց ենք ծանոթ։ Համոզված եք, սա ծայրահեղ քայլ է։ Համոզված, հանգիստ ասացի ես։ Նա գլխով արեց, նստեց համակարգչի առաջ, սկսեց տպել։ Լավ, կպատրաստեմ փաստաթղթերը։ Դա ժամանակ կպահանջի։ Ձեզ իսկապես շատ ավտոմատ վճարումներ կան։ Մինչ նա կնքում էր, նա ինձ տվեց հաստ թղթապանակ։ Սա վերջին տարվա բոլոր կանոնավոր գործառնությունների տպագրություններն են։ Նայեք, գուցե ինչ-որ բան ուզեք թողնել։ Ես բացեցի թղթապանակը։ Առաջինը Հայկոյի և Լուսինեի տան հիփոթեքը։ Ամսական 1.5 դրամ։ Տունը, որտեղ ես նույնիսկ գիշերել իրավունք չունեի։ Հետո Լուսինեի մեքենայի ապահովագրությունը, այն պրեմիում մոդելը, որ նա անվանում էր անհրաժեշտություն, հաճախորդներ տանելու համար չամաչելու, 300.000 դրամ եռամսյակը։ Աբոնեմենտ փակ ակումբում, որտեղ Լուսինեն կապեր է հաստատում, ատամնաբույժ Արամի համար, նա կցվածքի խնդիր ունի, Անահիտի քոլեջի վճարումը, միակը, որի համար չէի զղջում ոչ մի վայրկյան։ Ամեն տող խոսակցություն, խնդրանք, երբեմն արդյունքներ, երբեմն շանտաժ։ Մայրիկ, մեզ մոտ ամեն ինչ վատ է։ Հետո կրկին վերանորոգում, ակումբ, տոմսեր, ռեպետիտոր, սպորտզալ, ճանապարհորդություններ։ Ես պարզապես նստած թերթում էի։ Սա իմ միամտության ճանապարհն էր։ Էջ առեջ, ինչպես ես քայլ առ քայլ տալիս էի նրանց ձեռքը, ովքեր չէին գնահատում։ Ահա փաստաթղթերը, ասաց Աննա Միքայելյանը։ Նայեք եւ ստորագրեք, եթե ամեն ինչ ճիշտ է, եւ վստահագրի չեղարկման ձևը։ Ես ստորագրեցի, առանց կասկածի, առանց դողի։ Եթե օգնություն պետք լինի, խորհրդատվություն, զանգեք։ Նա նայեց ինձ։ Դուք այսօր ինչ-որ այլ եք թվում։ Ես շպտացի։ Առաջին անգամ տարիներ շարունակ, անկեղծ։ Իմ մոտ ամեն ինչ լավ է, Աննա, վերջապես։ Լավ, բանկից հետո անմիջապես գնացի իրավաբանի մոտ։ Վարդան Հովսեփյան, մեր հին ընտանիքան փաստաբանը։ Նա վարում էր Հովհաննեսի գործերը դեռ կենդանության օրոք։ Մոխրագույն մորուքը ավելի խիտ էր դարձել, ակնոցները ավելի հաստ, բայց ձայնը նույնն էր, հանգիստ, մտածված, հարգալից։ Սիրանուշ Պետրոսյան, ինչ հանդիպում, ժպտալով վեր կացավ սեղանից։ Ինչն է ձեզ բերել։ Ուզում եմ փոխել կտակը, պարզ ասացի ես, եւ կնքել ցմահ, որ իմ ակտիվները չկարողանան դիպչել առանց իմ իմացության։ Նա բարձրացրեց հոնքը, բայց ավելորդ հարցեր չտվեց։ Ընտանեկան հանգամանքներ, մեղմ հարցրեց։ Այո, կարճ պատասխանեցի, չէի ուզում կրկին ամեն ինչ բացատրել։ Ոչ հիմա, պարզապես ուզում էի քայլ անել։ Լավ, եկեք նայենք, թե կոնկրետ ինչ եք ուզում նախատեսել։ Հաջորդ ժամը անցկացրինք փաստաթղթերի վրա։ Վարդանը բացատրում էր ինչպես նվազեցնել ռիսկերը։
Ես լսում էի, հարցեր տալիս։ Զարմանալի է, բայց ոչ մի անհանգստություն, ոչ մի կասկած չկար։ Միայն հստակություն, միայն ինձ պաշտպանելու ցանկություն, ոչ ուրիշին։ Երբ ավարտեցինք, նայեցի հեռախոսին, 15 բաց թողնված զանգ Հայկորից, 7-ը Լուսինեից, 3-ը Արամից, ոչ մեկը Անահիտից։ Նույնիսկ չզարմացա, Անահիտը միշտ հասկանում էր, թե երբ պետք է սպասել։ Փաստաթղթերը շաբաթվա վերջին պատրաստ կլինեն, հարցրի ես, վեր կենալով։ Իհարկե, գլխով արեց Վարդանը։ Եվ Սիրանուշ Պետրոսյան, նա մի վայրկյան տատանվեց։ Այո, Հովանեսը միշտ ասում էր, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան թվում եք։ Ուրախ եմ տեսնել, որ ճիշտ էր։ Ես սսպված գլխով արեցի։ Չէի ուզում լաց լինել կաբինետում։ Տուն տանող ճանապարհին մտա խանութ, առաջին անգամ տարիներ շարունակ, միայն ինձ համար։ Գնեցի ապրանքներ, որ սիրում եմ հենց ես, չմտածելով, թե Հայկոն սիրում է արդյոք, չհիշելով, թե ինչ խորտիկներ է նախընտրում Արամը, միայն ինձ համար։ Մանրուկ, բայց ինչ որ կերպ հպարտ դարձա։ Տանը ինձ սպասում էր անակնկալ։ Անահիտը նստած էր շքամուտքում, ծնկները գրկած։ Տեսավ իմ մեքենան, անմիջապես վազեց։ Տատիկ, ամբողջ օրը զանգում եմ քեզ, ինչու չես պատասխանում։ Որովհետև կարևոր օր ունեի, սիրելիս, օգնիր պայուսակներով։ Նա վերցրեց պայուսակը, մտանք տուն։ Պապան խելագարվում է, անմիջապես ասաց նա։ Ասում է դու ամեն ինչ արգելափակել ես, ինչ պատահեց։ Ես դրի թեյնիկը։ Ամեն ինչ հանգիստ էր, առանց շտապողականության, չէի շտապում պատասխանել, պարզապես դասավորում էի ապրանքները դարակներում։ Այո, ես կանգնեցրի բոլոր փոխանցումները, հոգնել եմ, ավելին չեմ կարող, ոչ մորալապես, ոչ ֆինանսապես, վերջ։ Անահիտը կանգ առավ, ինչ որ բան պատահել է։ Ես շուր եկա նրան, նայեցի ուղիղ աչքերին։ Քո հայրը երեք չեղարկեց իմ գալուստ ընտանեկան ընթրիքին։ Ասաց, որ Լուսինեն չի ուզում ինձ տեսնել իր տանը, այն տանը, որ ես գնել եմ։ Անահիտը գունաթափվեց, աչքերը մեծացան, բերանը բացվեց։ Դա չի կարող լինել, պապան ամբողջ շաբաթ ասում էր, որքան կարևոր է, որ դու գաս։ Ես ցույց տվեցի նրան հաղորդագրությունը, առանց խոսքի, նա կարդաց, ձեռքը ծածկեց բերանը։ Տեր Աստված, ես չգիտեի, անկեղծ, սա սարսափելի է, տատիկ, ինչպես կարող էին։ Ես դրի նրա առաջ թեյի բաժակ։ Ահա եւ ես մտածեցի, բավական է, տարիներ շարունակ օգնել եմ, վճարել, փրկել, իսկ վերջում նույնիսկ պետք չեմ նրանց սեղանին։ Ուրեմն ժամանակն է վերանայել ամեն ինչ։ Անահիտը լռեց, շուրթերը դողում էին, աչքերում արցունքներ։ Գիտես, հանգիստ ասաց նա, ես վաղուց ամեն ինչ տեսնում եմ։ Ինչպես են օգտագործում քեզ, հատկապես մայրիկս։ Ես փորձել եմ խոսել պապայի հետ, բայց նա միշտ պաշտպանում էր նրան։ Ասում էր դու չես հասկանում մեծահասակների գործերը։ Ես գլխով արեցի, ինչ որտեղ հոգու խորքում միշտ գիտեի, որ Անահիտը ամեն ինչ տեսնում է, պարզապես չէր միջամտում։ Իսկ հիմա հարցրեց նա։ Նրանց մոտ այդքան ծախսեր կան։ Վարկ, Արամի դպրոց, թող ինքները հասցնեն, հանգիստ պատասխանեցի։ Նրանք մեծահասակ են, Հայկոն լավ աշխատանք ունի, Լուսինեն հաջողակ անշարժ գույքի գործակալ է։ Բավական է։ Հեռախոսը գրքին թրթռաց։ Հայկոն, անջատել էի ձայնը։ Չես պատասխանելու, զգուշորեն հարցրեց Անահիտը։ Ոչ այսօր։ Թող մտածի։ Գուցե առաջին անգամ տարիներ շարունակ։ Նա նայեց ինձ ինչ-որ հատուկ հայացքով։ Ուշադիր։ Գիտես, տատիկ, ես քեզ երբեք այսպիսին չեմ տեսել։ Ես էլ ինքս ինձ վաղուց այսպիսին չեմ տեսել։ Ժպտացի ես։ Մենք թեյ խմեցինք, խոսեցինք Անահիտի աշխատանքի, գրքերի, պլանների մասին։ Պարզապես խոսեցինք առանց խնդրանքների, առանց մանիպուլյացիայի, առանց լարվածության։ Սա է իրական մտերմությունը։ Ահա թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը։ Երբ Անահիտը հավաքվում էր գնալ, նա ավելի ուժեղ գրկեց ինձ, քան սովորաբար։ Դու իրոք լավ ես, գուցե մնամ։ Ամեն ինչ լավ է, սիրելիս, անկեղծ։ Գնա մի անհանգստացիր։ Դրան մոտ նա կանգ առավ։ Տատիկ, ես չեմ ուզում կանգնել ձեր մեջտեղում, սա ձերն է։ Հասկանում եմ, գլխով արեցի։ Սա իմ եւ ծնողներիդ միջև է։ Դու այստեղ կապ չունես։ Նրանից հետո տունը կրկին լռեց։ Ես ստուգեցի փոստը։ Նամակների մեջ ծանուցումներ, Արամի քարտից անհաջող փորձ գումար հանել։ Արդեն արագ, կարծես թե թորսը ապրում էր ճիշտ։ Ես հետ դրի նամակը, նստեցի պատուհանի մոտ։ Հեռախոսը շարունակում էր թրթռալ։ Չէի ուշադրություն դարձյուն։ Այզապես հանեցի հին լուսանկարների ալբոմը, բացեցի պատահական էջի վրա։ Մենք պիկնիկի վրա, դեռ երիտասարդ։ Հովհանես, փոքրիկ Հայկո, եւ Լուսինեն 90-ականների սամրվածքով։
Երեխաները դերտակտիրներով։ Ժպիտներ։ Այն ժամանակ ես իսկապես հավատում էի։ Մենք իրական ընտանիք ենք։ Երբ ամեն ինչ փոխվեց, երբ հոգատարությունը դարձավ պարտավորություն, երբ սերը ֆինանսական կապ, ես մոտեցա միջանցքի հայելուն։ Հայելուն կինը այլևս երիտասարդ չէր, բայց աչքերում հայտնվել էր կարծրություն, որ վաղուց չկար, հանգիստ ներքին ուժ։ Ժամանակն է հիշել, թե ով ես դու, Սիրանուշ Պետրոսյան, հանգիստ ասացի ինքս ինձ։ Դրան զանգը ընդհատեց մտքերս, սիրտս խփեց։ Միգուցե Հայկոն։ Մոտեցա դրանը նայեցի աչքով։ Ոչ, սա Մարիամ Հարությունյանն էր, իմ հին ընկերուհին, ձեռքերում զամբյուղ, տնական մուրաբա եւ թքված քաբլիտներ։ Ես բացեցի դուռը, եւ նա առանց խոսքի ուժեղ գրկեց ինձ։ Մարիամը գրկեց ինձ այնպես, կարծես հիվանդանոցից եմ վերադարձել։ Լուր, ուժեղ, առանց ավելորդ խոսքերի։ Ես զգացի, թե ինչպես են աչքերս սեղմվում։ Չլացեցի, բայց գրծքումս խեղդվեց։ Որքան էր պակասում այսպիսի պարզ մարդկային ջերմություն, առանց պայմանների։ Զանգում էի չէիր վերցնում, որոշեցի ինքս գալ։ Անհանգստանում էի, ասաց նա անցնելով խոհանոց։ Հեռախոսը անջատել եմ, մի քիչ, ընտանեկան ֆորս մաժոր։ Նա դրեց զամբյուղը սեղանին։ Տնական թխված քաբլիտներ, մուրաբայի բանկա, թարմ հաց։ Կրկին Մարիսկան է, ծրմռվեց նա ինչպես միշտ անվանելով Լուսինեին իր կերպով։ Ես գլխով արեցի։ Ոչ միայն նա, ամեն ինչ միասին, Հայկոն, բոլորը։ Մենք նստեցինք, ես պատմեցի հաղորդագրության, չեղարկված ընթրիքի, այն մասին, որ այլևս ոչ մի դրամ չեմ փոխանցում։ Մարիամը լսում էր լուր, միայն շուրթերը սեղմելով եւ անելով ճիշտ տեղելում։ Երբ հավարտեցի, նա վերցրեց ձեռքս։ Փառք Աստծո, արտաշնչեց։ Տարիներ շարունակ նայում էի դրան եւ ուզում էի ասել. Սիրանուշ, արթնացիր, բայց գիտեի չես լսի։ Չնեղացա, նա ճիշտ էր։ Ես ինքս չէի ուզում տեսնել, հանգիստ ասացի։ Նրանք քեզ օգտագործում էին։ Հատկապես քո սիրելի հարսը։ Ես երբեք չեմ հարգել նրան։ Իսկ ես ամեն ինչ վճարում էի, ամեն ինչ ներում էի ընտանեկան խաղաղության համար։ Մենք երկար նստեցինք թեյի շուրջ, խոսելով որպես երկու կին, որոնք վաղուց հասկանում են միմյանց, ոչ որպես մայր եւ տատիկ, պարզապես որպես կանայք, որ հոգնել են հարմար լինելուց։ Երեկոյան Մարիամը գնաց, խոստանալով կրկին գալ։ Ես մենակ մնացի։ Հեռախոսը կրկին զանգեց։ Էկրանին Հայկո, չվերցրի։ Մի րոպե հետո հաղորդագրություն Լուսինեից։ Սիրանուշ Պետրոսյան, շտաբ խոսելու կարիք կա։ Ամեն ինչ շատ հեռու է գնացել, դուք չեք հասկանում հետևանքները։ Ժպիտը ինքնին դուրս եկավ, երբ գումարի հարցը բոլորը մտահոգվում են։ Ոչ ոք չի ուզում հասկանալ, թե ինչ է մնալ ավելորդ այն ընտանիքում, որ տասնամյակներով պահել ես։ Ես չպատասխանեցի ոչ զանգերին, ոչ հաղորդագրություններին, պարզապես անջատեցի ձայնը։ Առավոտյան սկսվեց անսպասելի, դրան զանգը։ Ոչ ոքի չէի սպասում, Շեմին Լուսինեն, ինչպես միշտ կատարյալ սանվածքով, թանկարժեք հրուշակեղենի տուփով ձեռքին կանգնած էր այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Բարև ձեզ, Սիրանուշ Պետրոսյան, կարող եմ մտնել։ Ես լուր հետ քաշվեցի։ Լուսինեն մտավ որպես տանտիրուհի, շուրջը նայեց, դրեց տուփը սեղանին։ Պետք է խոսենք։ Նա նստեց, ձեռքերը ծալած ծնկներին։ Ձայնը մեղմ, մեծահասակի, կարծես բացատրում է հաշմանդամի։ Այն ինչ պատահեց թյուրիմացություն է։ Հայկոն չպետք է գրեր այդ հաղորդագրությունը, մենք նյարդայնացած էինք։ Ես կարևոր ընթրիք էի կազմակերպել, հաճախորդներ կային, պետք էր, որ ամեն ինչ կատարյալ լիներ, եւ ես կարող էի ամեն ինչ փչացնել, հանգիստ ճշտեցի ես։ Ոչ, դուք սխալ հասկացաք, տատանվեց նա, պարզապես երբեմն դուք մի քիչ չեք տիրապետում ժամանակակից էտիկետին, դուք կատակներ եք անում անտեղի, հագնում եք, հնաոճ։ Դուք կատակ եք անում, հավելեցի ես։ Նա գլխով արեց, պատկերացնելով կարեկցանք, եւ սա ձեր կարծիքով պատճառ է չթողնել ամուսնուդ մորը այն տունը, որ նա վճարել է։ Այստեղ նրա դեմքը դողաց, դիմակը գրեթե ընկավ, բայց նա արագ հավաքվեց։ Եկեք չսրենք, մեզ բոլորիս դժվար է։ Մենք ճգնաժամում ենք, վարկ, արամ, աշխատանք, Հայկոն եզրին է, ես հոգնել եմ, մենք բոլորս հոգնել ենք, իսկ ես հարցրի։ Սիրանուշ Պետրոսյան, կրկին այդ տոնով, համբերատար, Սառա։ Այլևս չեմ փոխանցում ձեզ գումարներ, ընդհատեցի ես նրան, ոչ տան, ոչ մեքենայի, ոչ Արամի սպորտակումբի համար, ոչ մի դրամ։ Նա կանգ առավ,
Մի քանի վայրկյան կարծես չէր հավատում։ Դուք չեք կարող, մենք ընտանիք ենք, ընտանիք։ Սա հոգատարություն է, հարգանք, ուշադրություն։ Ես դավաղուց չեմ տեսնում ձեզանից, ես ձեզ համար միայն հաշիվ եմ, միայն քարտ։ Ես ձեզ համար ֆունկցիա եմ, ոչ մարդ։ Դուք կզղջաք, բղավեց Լուսինեն։ Երբ մենակ մնաք, երբ հիվանդանաք, ով է օգնելու ձեզ։ Ես հանգիստ վեր կացա։ Ես կհասցնեմ, ինչպես միշտ հասցրել եմ, մինչև ձեզ, մինչև ձեր հարմարավետությունը, ինքս։ Նա էլ վեր կացավ, թողնելով տորթերը։ Հավանաբար գլխում դեռ հավատում էր, որ դրանով կարելի է վերադարձնել վստահությունը։ Սա վերջը չէ, նետեց Շեմին։ Մենք միևնույն է ընտանիք ենք։ Ոչ, ասացի ես, դուք միայն հարազատներ եք։ Իսկ ընտանիքը այլ բան է։ Երբ դուռը փակվեց նրա հետևից, ես չզգացի հաղթանակ, միայն հանգիստ թեթևություն։ Կարծես վերջին փորձը մանիպուլյացիայի իմ հանդեպ ձախողվեց։ Ես թեյ պատրաստեցի, սեղանին դրեցի իմ սիրելի թխվածքները։ Ոչ այն, որ գնում էի Արամի համար, այն, որ ես եմ սիրում։ Հոտ էր գալիս դարչինից, հանգիստ էր, ես վերջապես ապրում էի իմ կանոններով։ Հաջորդ առավոտյան եկավ Վարդան Հովսեփյանը, իրավաբանը, ինչպես միշտ ճշտապահ, ձեռքին թղթապանակ փաստաթղթերով, հանգիստ մանրամասն, առանց շտապողականության, դասավորեց ամեն ինչ խոհանոցի սեղանին։ Ամեն ինչ պատրաստ է, Սիրանուշ Պետրոսյան, ահա նոր կտակը եւ ծմահ տրաստի պայմանագինը։ Ես գլխով արեցի առանց նայելու, ստորագրեցի ամեն էջը, ճշտորեն առանց դողի։ Գույքի հիմնական մասը փոխանցվում է անվերադարձ տրաստին, որտեղ դուք միակ բենեֆիցիարն եք կենդանության ընթացքում։ Ձեր մահից հետո 40% թորնուհի Անահիտին, 10% բարեգործության, մնացածը ձեր ցուցումով։ Հայկոին եւ Արամին նվազագույն մաս, ինչպես պահանջում է օրենքը։ Լուսինեն ամբողջությամբ բացառված է։ Ես կրկին գլխով արեցի։ Ամեն ինչ ճիշտ է։ Եթե ընտանիքի հետ կոնֆլիկտներ լինեն, զանգեք, ասաց նա զգուշորեն հավաքելով թղթերը, բայց անկեղծ ասած, դուք ամեն ինչ ճիշտ եք արել։ Վիճելը դժվար կլինի։ Շնորհակալություն Վարդան, ամեն ինչի համար։ Նա կանգ առավ, ուշադիր նայեց ինձ։ Գիտեք, 30 տարվա աշխատանքում հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք որոշում են նման քայլ։ Շատերը ձգում են մինչև վերջ, իսկ դուք ազատվեցիք ինքներդ ձեզանից, եւ սա հարգանք է առաջացնում։ Ես ճանապարհեցի նրան մինչև դուռ, հետո երկար կանգնած մնացի միջանցքում, ձեռքում պահելով ստորագրված թղթերի թղթապանակը։ Ահա այսպիսին է ազատությունը թվում։ Թուղթ, ստորագրություններ, բայց գլխավոր ներքին սահմանը։ Պարս բավական է։ Հեռախոսը կրկին զանգեց։ Արամ, տատանվեցի, բայց վերջի վերջո վերցրի։ Ալո տատիկ, ձայնը լարված էր։ Դա ճիշտ է, դու ամեն ինչ անջատել ես։ Ճիշտ է, բայց ինչու։ Ես քեզ վատ բան չեմ արել։ Ես լսում էի նրա ձայնում ոչ ագրեսիա, ինչպես Լուսինեի մոտ, ոչ հիստերիա, ինչպես Հայկոյի։ Ավելի շուտ շփոթություն, վախ։ Նա չգիտեր, թե ինչպես ապրել առանց աջակցության։ Արամ, դու մեծահասակ ես, աշխատում ես, ինքնուրույն, ինչու ես դեր կախված իմ քարտից։ Նա լռեց, հետո հանգիստ ասաց. Ես սովոր եմ, միշտ այդպես է եղել, դու միշտ օգնում էիր։ Իսկ դու երբևէ մտածել ես, թե ինձ ինչպես է եղել։ Նա կրկին լռեց։ Քեզ ծիծաղելի է թվում, շարունակեցի ես։ Իսկ ես վերջին 10 տարում քեզանից ստացել եմ միայն 2 զանգ առանց փող խնդրելու։ Մեկը նոր տարի, երկրորդը երբ ինստիտուտի տեղեկանք էր պետք։ Մնացածը տատիկ փոխանցիր, տատիկ վճարիր, տատիկ լուծիր։ Ես այդ մասին չեմ մտածել, խուլ ասաց նա։ Ահա հենց, ոչ ոք չի մտածել, պարզապես վերցնում էին, սովորել էին։ Եվ միայն երբ ես ասացի ոչ, բոլորը խելագարվեցին, իմ քարտը արգելափակված է, արտաշնչեց նա։ Ոչինչով վճարելու բնակարանի եւ մեքենայի համար, ես խափանվել եմ, դու մենակ ես ապրում, աշխատում ես, սրանք քո ծախսերն են, սովորիր հասցնել, խոսիր բանկի հետ, կրճատիր ծախսերը։ Գտիր կողմնակի աշխատանք։ Դժվար է։ Կյանքը ընդհանրապես դժվար է, Արամ, հանգիստ ասացի ես։ Հատկապես, երբ միշտ ապրել ես ուրիշի թևերի վրա։ Նա հառաչեց, երկար լռեց։ Ես ժամանակ տվեցի նրան։ Չընդհատեցի։ Տատիկ, վերջապես ասաց նա։ Դու իսկապես կարծում ես, որ ես այդքան վատն եմ։ Ոչ, պատասխանեցի։ Ես կարծում եմ, որ դու սովոր ես լավին։ Սովոր ես, որ ես միշտ կողքս եմ, միշտ կլուծեմ։ Իսկ ես այլևս չեմ կարող։ Չեմ ուզում։ Ես գրեթե արդեն 80 տարեկան եմ։ Ես ուզում եմ գոնե մի քիչ ապրել ինձ համար։ Իսկ եթե ես փող չխնդրեի, հանգիստ ասաց նա, դու միևնույն է կսիրեիր ինձ։
Ես զգացի, թե ինչպես է կոկորդումս խցանվում։ Իհարկե Արամ, ես սիրում եմ քեզ, բայց այլևս պատրաստ չեմ գնել քո ուշադրությունը։ Իմ ջերմությունը փոխանցման հետ չէ։ Նա լռեց։ Հետո ասաց այն, ինչ չէի սպասում։ Իսկ եթե ես կողմնակի աշխատանք գտնեմ։ Վարդանը զանգել էր, ասել էր, որ դու խնդրել ես։ Ինձ առաջարկել են պրակտիկա իր գրասենյակում։ Թղթեր դասավորել, փաստաթղթեր տանել։ Համաձայնվել եմ։ Իրոք։ Այո։ Ուզում եմ ինքս փորձել։ Ես շպտացի։ Շատ հանգիստ, բայց իրական։ Ահա սա արդեն մեծահասակների խոսակցությունն է, Արամ։ Շնորհակալություն, տատիկ։ Ամեն ինչի համար։ Եվ ներողություն։ Կախեց լսափողը։ Ես մնացի մենակ թեյի բաժակով, անջատված հեռախոսով, բայց հոգում դատարկ չէր ինչպես նախկինում։ Լույս էր։ Ոչ որովհետև ամեն ինչ հանկարծ լավացավ, այլ որովհետև ես վերջապես դադարեցի ապրել բոլորի առաջ պարտքի մեջ։ Նույն երեկոյան եկավ Անահիտը, ինչպես միշտ առանց նախազգուշացման։ Պարզապես թաքեց եւ մտավ, որպես տանը։ Ես նստած էի խոհանոցում, թերթում էի տուրիստական ընկերության կատալոգը։ Նա անմիջապես նկատեց. «Տատիկ, դու ինչ որտեղ ես գնում»։ «Մտածում եմ գնալ Իտալիա», պարզ ասացի ես։ Քո մայրիկը միշտ քիթը գծում էր, երբ ես այդ մասին էի խոսում։ Ասում էր ժամանակը չէ, ծախսերը սխալ են։ Իսկ հիմա ես որոշել եմ։ Եթե ոչ հիմա, ապա երբ։ Անահիտը ծիծաղեց։ Ահա սա ճիշտ է։ Տեր Աստված, տատիկ։ Դու պետք է դա անեիր դեր 20 տարի առաջ։ Ինչու ես միշտ ամեն ինչ հետաձգում։ Որովհետև միշտ ավելի կարևոր գործեր կային։ Սկզբում Հայկո, դպրոց, հետո աշխատանք, հետո Արամ, հետո ձեր հիփոթեքը, հետո Լուսինեի վերանորոգումները։ Իսկ ես միշտ սպասում էի, որ հետո կլինի իմ ժամանակը, բայց հետոն երբեք չէր գալիս։ Անահիտը նստեց դիմացս։ Իսկ հիմա ես ազատ եմ, հասկանում ես։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ։ Ոչ մի դրամ, ոչ մի բացատրություն։ Նա նայում էր ինձ նոր հարգանքով։ Դու այլ ես թվում։ Ավելի ուժեղ։ Ես էլ այլ եմ զգում ինձ։ Այլևս չեմ ծառայում։ Ապրում եմ։ Մենք թեյ խմեցինք։ Անահիտը պատմեց, թե ինչ է կատարվում տանը։ Մայրիկս հիստերիայի մեջ է, ասաց նա խառնելով շաքարը։ Առավոտյան գնացել է բանկ։ Ուզել է վերադարձնել հաշվին մուտքը։ Մտածել է դու պարզապես այրացած ես։ Այնտեղ նրան մեղմ ասած ուղարկել են։ Ասել են ամեն ինչ ճիշտ է կնքված։ Եվ հիմա նա ոչ ոք է։ Ես ասում էի։ Հանգիստ պատասխանեցի։ Պապան քայլում է կարծես ծեծված։ Նա հիմա երկու վիճակ ունի։ Կամ զայրանում է, կամ նստում եւ մի կետի է նայում։ Շատ ուժեղ հարվածել է նրան։ Չչարախնդացի։ Նույնիսկ մի քիչ ցավեց։ Սա իմ արյունն է, իմ որդին։ Բայց գիտեի, եթե հիմա չդիմանամ, ամեն ինչ կկրկնվի։ Վաճառել են մայրիկի մեքենան, հավելեց Անահիտը։ Այն թանկարժեքը, որ դու էիր գնել։ Պապան վարկեր է վերցրել, սեղմ ծախսերը ծածկելու համար։ Ասում է Լուսինեն էլ երկրորդ աշխատանք է փնտրում։ Ես հառաչեցի, ոչ թե թեթևությամբ, հասկացողությամբ։ Ամեն ինչ իր տեղը ընկավ։ Երբ անվճար անվտանգության բարձ չկա, ստիպված ես կանգնել ոտքերիդ վրա։ Գիտես, հանգիստ ասաց Անահիտը, ես չեմ նախանձում քո ազատությանը։ Ես հարգում եմ այն, դու դա արժանի ես։ Շնորհակալություն սիրելիս։ Անկեղծ, նա դիպավ ձեռքիս։ Միայն խոստացիր, որ կգնաս։ Բավական է ապրել ննացորդներով։ Դու արժանի ես գեղեցիկ կյանքի։ Ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչպես են ապրում իսկապես։ Ոչ լուսանկարներով ալբոմներում։ Ես գլխով արեցի, եւ այդ պահին արդեն գիտեի. կգնամ։ Երբ Անահիտը գնաց, ես դեռ երկար նստեցի խոհանոցում։ Կատալոգում Վենետիկի, Տոսկանայի, Հռոմի լուսանկարներ էին։ Հովանեսը երազում էր ցույց տալ ինձ Իտալիան։ Նրա պապա այնտեղից էր։ Մենք միշտ ասում էինք, երբ կենսաթոշակի դուրս գանք, այդ ժամանակ։ Բայց կենսաթոշակը եկավ, իսկ առողջությունը այլևս չթույլատրեց։ Հիմա ես կարող էի։ Ես հանեցի հին ատլասը, այնտեղ եզրերին նշում կար։ Նա երբեմն շրջանագծել էր սիրելի երթուղիները։ Մատով անցկացրի քարտեզի վրա, թեթև, ինչպես կյանքի վրայով։ Դրան զանգը ընդհատեց մտքերս։
Շեմին Արամն էր, գծկված աչքերի տակ շրջաններով, այն նույն ուսապարկով, որով միշտ գնում էր ուսման։ Ավելի շուտ նման էր կորած պատանուն, քան թորան։ Տատիկ, կարող եմ։ Ես լուր գլխով արեցի։ Նա մտավ տուն, հանեց պաչկոնակը, նստեց հյուրասենյակում, առանց կոտրվելու։ Ինձ խնդիրներ կան, անմիջապես ասաց։ Մեծ, քարտերը արգելափակված են։ Բանկը պահանջում է վճարումներ։ Բնակարանի վարձը կախված է։ Մեքենան տուգանքների հրապարակում է։ Ես չեմ հասցնում։ Ինչ ես ուզում, հանգիստ հարցրի ես։ Նա նայեց ինձ կարծես խանութի դրամարկղի աշխատողին, որին եկել են առանց փողի։ Դատարկ հայացքով։ Փող, պարտքով, կվերադարձնեմ։ Արամ, ընդհատեցի ես։ Դու արդեն մեծահասակ ես, աշխատում ես։ Գիտես, թե ինչպես են ապրում մեծահասակները։ Ինքները վճարում են, եւ բնակարանի, եւ սխալների համար։ Նա իջեցրեց աչքերը։ Ես չեմ հասցնում, որովհետև երբեք չես փորձել։ Նա լռեց։ Մենք նստած էինք լռության մեջ։ Հետո ես ասացի. ես քեզ փող չեմ տա, բայց տվեցի իրավաբանի համարը։ Նրա մոտ կա փոքր աշխատանք, արխիվներ, հեռախոսներ։ Սկսիր դրանից, անմիջապես շատ չես վաստակի, բայց կսկսես ինքդ շնչել։ Նա երկար նայեց ինձ։ Աչքերում նոր բան կար, վիրավորվածության եւ երախտագիտության խառնուրդ։ Դու միևնույն է սիրում ես ինձ։ Շատ, բայց հիմա ոչ դրամներով, իրականում։ Առավոտյան հանգիստ էր, արթնացա վաղ, առանց անհանգստության։ Պատրաստեցի նախաճաշը ինձ, առանց շտապելու, թեյ պատրաստեցի, սեղանին դրեցի թխված քաբլիտներ, բացեցի պատուհանը։ Փարմ օդը փողոցից, մեքենաների թույլ աղմուկը եւ գառնան հոտը։ Ես գիտեի, որ այսօր խոսակցություն կլինի։ Հայկոն նախորդ օրը զանգել էր։ Մայրիկ, ուզում ենք խոսել։ Ամբողջ ընտանիքով։ Հանգիստ առանց սկանդալի։ Գալիս ենք ժամը 2-ին։ Ես չէի արարկել, այլևս ոչինչից չէի վախենում։ Ճիշտ ժամը 2-ին դրան զանգը։ Պատուհանից նայեցի, 3 մեքենա տան մոտ։ Շքամուտքում Լուսինեն ինչպես միշտ շքեղ, վերարկույով եւ կրունկներով։ Հետևում Հայկո, Արամ, Անահիտ եւ էլի 6 հոգի։ Լուսինեի ծնողները, նրա քույրը ամուսնու հետ, ինչ որ ծանոթներ։ Նույնիսկ անմիջապես չճանաչեցի բոլորին։ Ես բացեցի դուռը։ Բարև ձեզ, բարձր ասաց Լուսինեն, կարծես հայտարարում էր կարևոր բան։ Մենք բոլորս այստեղ ենք, քննարկելու իրավիճակը, որպես ընտանիք։ Ես հանգիստ նայեցի նրան։ Մտեք, միայն դու, Հայկո, Արամ եւ Անահիտ, մնացածները ոչ։ Նա կանգ առավ, բայց սրանք բոլորը մտերիմներ են, սա աջակցություն է, միասին ենք որոշում։ Սա իմ տունն է, ընդհատեցի ես։ Ես եմ որոշում, թե ով է մտնում։ Կամ մտեք 4-ով, կամ ոչ ոք։ Լռություն։ Բոլորը նայում են միմյանց։ Լուսինեի աչքերում դժգոհություն։ Հայկոն շփոթված։ Արամը չի նայում աչքերիս։ Անահիտը կանգնած է կողքից։ Ինչպես միշտ։ Լուր։ Լավ, ատամները սեղմած ասաց Լուսինեն, գնանք։ Նրանք մտան, մնացածները մնացին փողոցում, ինչ-որ մեկը ցուցադրաբար հեռացավ դեպի ցանկապատը, ինչ-որ մեկը մնաց կանգնած դարպասի մոտ, կարծես ոչ խոսակցություն, այլ դատ։ Հյուրասենյակում նստեցինք, լռեցինք գրեթե 1 րոպե։ Մայրիկ, առաջինը խոսեց Հայկոն, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու ամեն ինչ այդքան կտրուկ, ինչու ամեն ինչ չեղարկեցիր, կարող էինք խոսել։ Ինչու անմիջապես ամեն ինչ փակել։ Ես չփակեցի անմիջապես, ես լռել եմ 20 տարի, հանգիստ ասացի ես։ Եվ այդ ընթացքում դուք վերցնում էիք եւ չէիք հարցնում, թե ինձ ինչպես է։ Իսկ հիմա, երբ ես ասացի բավական է, դուք վախեցաք։ Ոչ ինձ համար, այլ ձեր հաշիվների։ Մենք չվախեցանք, միջամտեց Լուսինեն։ Մենք պարզապես կարծում ենք, որ սա ճիշտ չէ։ Ընտանիքը պետք է օգնի միմյանց։ Ընտանիք, հայո, բայց ոչ միակողմանի։ Լուսինեն ձեռքերը թափահարեց։ Դուք մեկ հաղորդագրության պատճառով ամեն ինչ քանդեցիք։ Սա ոչ թե մեկ հաղորդագրություն է, սա կետ է, վերջ։ Իսկ սկիզբը շատ տարիներ առաջ էր, երբ դուք սկսեցիք կարծել, որ ես պարտավոր եմ։ Հայկոն իջեցրեց աչքերը։ Արամը նյարդայնանալով շոշափում էր թևքը։ Մենք մտածում էինք, որ քեզ դժվար չէ, արտաշնչեց Հայկոն։ Դու ինքդ էիր առաջարկում։ Ես առաջարկում էի, սիրուց։ Իսկ դուք ընդունեցիք որպես պարտավորություն։ Մայրիկ, Հայկոյի ձայնը բարձրացավ, բայց դու չես կարող պարզապես վերցնել եւ ջնջել բոլորին կյանքից։ Ես չեմ ջնջում, ես դադարում եմ վճարել սիրո համար, որ դուք չեք զգում,
եւ դադարում եմ գնալ այն տունը, որտեղ ինձ չեն հրավիրում։ Այստեղ Լուսինեն չդիմացավ, բայց սա տուն է, որտեղ ապրում է ձեր որդին, ձեր թոռը։ Դուք վճարել եք կամավոր, իսկ հիմա կամավոր դադարել եք։ Նա վեր թռավ։ Մենք կորցնում ենք տունը։ Արամը չի կարող վճարել ուսման համար։ Ամեն ինչ փլուզվել է ձեր վիրավորանքի պատճառով։ Ոչ վիրավորանքից, հանգիստ պատասխանեցի, այլ ճշմարտությունից, այն բանից, որ ես այլևս չեմ տալիս ձեզ օգտագործել ինձ։ Լուսինեն ուղվեց, ձեռքերը խաչեց։ Դուք դեռ կզղջաք, երբ մենակ մնաք, առանց օգնության, առանց թոռների։ Ծերության մեջ ավելի լավ է մենակ, քան այնպիսիների շրջապատում, որոնց ինձանից միայն փող է պետք։ Լռություն։ Հայկոն մատները սեղմեց ճակատին։ Արամը առաջին անգամ բարձրացրեց աչքերը։ Տատիկ, սկսեց նա, ես համաձայնվել եմ Վարդանի մոտ աշխատանքին, պրակտիկայով զբաղվեմ, ուզում եմ ամեն ինչ ինքս, անկեղծ, շնորհակալություն, որ հրեցիր։ Լուսինեն կտրուկ շուռ եկավ նրան։ Ինչ, դու գիտեիր։ Այո, ասաց նա, ես կարծում եմ տատիկը ճիշտ է, մենք չափից դուրս ենք արել։ Անահիտը մոտեցավ ինձ։ Լուր գրկեց եւ շշնջաց, ես միշտ քեզ հետ եմ։ Ես նայեցի թոռներիս, մեկը սովորում է նոր կյանքով ապրել, մյուսը արդեն մեծահասակ է, հանգիստ, իրական։ Սա է իմ ընտանիքը, ես ձեզ չեմ քշում, ասացի ես, բայց ես սահմաններ եմ դրել։ Սա ոչ պատերազմ է, սա մեծահասակների խոսակցություն է, եւ ես այլևս չեմ վերադառնա այնտեղ, որտեղ ինձ չեն հարգում։ Լուսինեն կանգնած էր կարծես արձան, շուրթերը սեղմեց, աչքերը զայրացած։ Գնանք, նետեց Հայկոին, այստեղ խոսակցությունն ավարտված է։ Նա վեր կացավ առանց ինձ նայելու, լուր։ Նրանք գնացին, միայն Անահիտը կանգն առավ մի վայրկյան, ուժեղ գրկելով ինձ, առանց խոսքի։ Երբ դուռը փակվեց, ես չզգացի ոչ հաղթանակ, ոչ ցավ, միայն լռություն եւ թեթևություն։ Անցել է 6 ամիս, իտալական արևը տաքացնում էր ուսերս։ Ես նստած էի Տոսկանայի ինչ-որ փոքր ռեստորանի տերասում, առաջս սպիտակ գինու բաժակ, տաք հացի զամբյուղ եւ մակարոնեղենի ափսե, առանց շտապողականությամբ, ոչ ոք ոչինչ չի պահանջում, ոչ ոք չի զանգում տատիկ շտապ պետք է արտահայտությամբ։ Ինձ հետ Մարիամ Հարությունյանն է, նա ինչպես խոստացել էր, եկավ ինձ հետ։ Հիմա նա ինչ-որ բաներ եռանդուն գրում նոթբուքում, ամեն օր գրի առնելով տպավորությունները, իսկ ես պարզապես նստած նայում էի խաղողի այգիներին, շնչում օդը։ Չեմ հավատում, որ մենք այստեղ ենք, բարձր ասացի ես։ Ես 77 տարեկան եմ եւ վերջապես ապրում եմ այնպես, ինչպես միշտ ուզել եմ։ Հովանեսը հպարտ կլիներ քեզանից, պատասխանեց Մարիամը բարձրացնելով բաժակը։ Քեզ համար, Սիրանուշ, մեզ համար, ժպտացի ես։ Վերջին 6 ամսում շատ բան փոխվեց։ Հայկոն եւ Լուսինեն սկզբում փորձում էին ճնշել, հետո խնդրել, հետո վիրավորվել։ Մի քանի անգամ Հայկոն եկել էր ծաղկե փնջով եւ խոսքերով. «Մայրիկ, ներողություն»։ Բայց ամեն այցելություն ավարտվում էր։ Իսկ հիմա գուցե դու միևնույն է, եւ ես կրկին մերժում էի։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացան, սա ընդմիշտ է։ Լուսինեն, ինչպես Անահիտը պատմում էր, թողել է նախորդ աշխատանքը եւ դարձել վարձակալության գործակալ։ Ասում է ստիպված է պտտվել։ Տունը վաճառել են, տեղափոխվել ավելի փոքր բնակարան, եւ սա զարմանալիորեն օգուտ է տվել։ Առանց պահեստային գրպանի նրանք սկսել են աճել, հարկադրաբար, բայց միևնույն է։ Արամը աշխատում է Վարդանի մոտ, օգնում է գործերով, կնքում փաստաթղթեր, երբեմն զանգում է առանց խնդրանքի, հարցնելու թե ինչպես եմ։ Ես զգում եմ, որ առաջին անգամ իրականում։ Անահիտի հետ խոսում են գրեթե ամեն օր։ Նա պնդել էր, որ ես չհետաձգեմ ճանապարհորդությունը, օգնել էլ ընտրել երթուղին, կնքել տոմսերը, նույնիսկ գնել էր ինձ նոր ճամփրուկ, ասել էր. «Դու հիմա ապրում ես, արա դա գեղեցիկ»։ Ես հիշեցի, թե ինչպես մանկությունում երազում էի գնալ ինչ-որ տեղ, որտեղ լռություն է, համեղ կերակուր եւ ոչ ոք չի շտապեցնում։ Եվ ահա ես այստեղ, ոչ ինչ-որ մեկի համար, ոչ քաղաքավարությունից, ոչ պարտքով, պարզապես որովհետև իրավունք ունեմ։ Մենք Մարիամի հետ քայլում ենք քաղաքներով, մտնում խանութներ, համտեսում պանիր, ծիծաղում, լուսանկարում միմյանց։ Եվ ամեն երեկո ես հասկանում եմ, ես մենակ չեմ, որովհետև վերջապես ինքս ինձ հետ եմ։ Այսօր երեկոյան գրեցի հաղորդագրություն Անահիտին. «Սիրելիս, Իտալիան հրաշք է։ Երբ գամ, ես կցույց տամ քեզ այն փողոցը, որտեղ սուրճ եմ պատրաստում, կարծես կինոյում։ Շատ եմ սիրում քեզ»։ Գցեցի լուսանկար։ Ես խաղողի այգիների ֆոնին, թեթև շալով, գնճիրներով,
հոգնած, բայց բարձ աչքերով։ Կենթանի, իրական, ազատ։ Երեկոյան դուրս եկա պատշգամբ։ Մարիամը գիրք էր կարդում։ Ես պարզապես նայում էի երկնքին։ Այն տաք, խորքային կապույտ գույնի էր։ Ներքևում ինչ որտեղ ծվեններ էին երգում։ Ես ժպտացի։ Ես հասցրի։ Այո, ես տասնյակ տարիներ ծախսեցի, հարյուրավոր փոխանցումներ, հազարավոր լուրջ իջումներ, բայց ես հասցրի ասել, բավական է։ Հասցրի ընտրել ինձ, հասցրի ապրել գոնե մի քիչ, ոչ որպես հարմար կին, այլ որպես իմ կյանքի տիրուհի։ Հեռախոսը կրկին թրթրաց, Հայկո, չպատասխանեցի։ Գուցե հետո, գուցե երբեք, հիմա ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Ապրել։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում քանի տարեկան եք եւ որտեղից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե ով է մեզ դիտում։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին, որպիսի առաջինը լսեք իրական կյանքի պատմություններ։